Փառքներդեհին խոսելու եմ ընտրություններից եւ առհասարակ ընտրություններից եւ առավել եւս Հայաստանում ընդհանրապես կայացած ընդհանուր առմամբ կայացած ընտրություններից եւ սպասվող ընտրությունից եւ ասեմ ազգային ժողովրդավարական բևեռը դեռ չի հայտարարել ինքը մասնակցելու է ընտրություններին թե ոչ այսինքն եթե չի հայտարարել դեռ որից մեկը չի կարող ասել մասնակցելու ենք եւ որից մեկը չի կարող ասել որ չենք մասնակցելու այս դաթարը խոսքի դաթարը հայտարարության դաթարը նաեւ քաղաքական քայլ է որովհետեւ տեսանելի է որ ամբողջ քաղաքական դաշտում ազգային ժողովրդական բևեռը գործում է բացառապես ռուսական կամ ռուս-թուրքական քաղաքական ճահճում եւ պետք է տեսանելի լիներ ազգային ժողովրդավարական բևեռի գործունեությունը տեղը բայց քանի որ այդ ճահիճն էլ ունի իր լրատվամիջոցները հիմնականում նրանք պատկանում են նախկիններին եւ ներկաներին ասել է թե ռուսներին եւ թուրքերին բացառապես բևեռի մասին տեղեկատվություն ժողովրդին չի հասնում անգամ մարդիկ կան որ չգիտեն էլ ինչ է այդ բևեռը իսկապես չգիտեն մեր այդքան ակտիվ պայքարի աշխատանքների սա նաեւ նշանակում է որ յուրահատուկ վախ կա ազգային ժողովրդական բևեռի հանդեպ որովհետեւ եթե համոզված եմ եթե ինտենսիվ 1 ամիս Հայաստանի բոլոր հեռուստատեսությունները բոլոր ազգային ժողովրդական բևեռից հյուր ունենան քաղաքական հարցերով կամ լուսաբանեն, անգամ հակառակը ասեն, անգամ քննադատեն, անգամ վարկաբեկեն, անպայման բևեռի տեղը կիմանան, կհետաքրքրվեն եւ անիվը շուռ կգա։ Դրա համար երբ որ բևեռը չի հայտարարում ինքը ընտրություններին մասնակցելու թե չէ, քաղաքական ճահճոտ դաշտը տնքում է, որտեղ բոլորը դեմ են բևեռին, բոլորը, նախկինները, ներկաները, որովհետև բևեռը կամ սասնածռերը արել են քայլ, որը այսօր արդարացված է։ Թե ապստամբությունը եւ թե այն կանխավ հայտարարությունները, որ զգուշացնում ենք հայ ժողովրդին, որ ռուսներից է գալու մեր սև օրը, որ իրենք մեր հետ այսպես են վարվելու, այնպես են վարվելու, որ Արցախը խոցելի են, պահել են խոցելի եւ մի օր կարող են կորցնել։ Այսինքն այդ ամեն ինչ տեղի է ունեցել արդեն։ Եվ եթե այս մասին բոլորը հանգարց Հայաստանում բոլոր իմանային, հավատացեք կգային կասեն դե որ այդքանը գուշակել եք, ուրեմն ապագան էլ գիտեք, էլի։ Բա ինչ պետք է լինի։ Ինչ անենք, որ դուք, ասենք, մեզ այս վիճակից հանեք։ Հաստատ համոզված եմ, որ մարդիկ նման գործողության կգնային։ Բայց քանի որ բոլորը շունչները պահած, տեսեք, իբր քաղբանտարկյալներ կան, ասենք, նախկինների կողմից ներկաները կալանավորել են մարդկանց։ Բևեռը բարձրաձայնում է ընդհանուր բոլոր քաղբանտարկյալների մասին, անգամ դրանց մասին գիտենալով, որ դրանք նույն ռուսամետ քաղաքական գործիչները կամ բիզնեսմենները ձերբակալվել են ռուսամետ, ասենք, իշխանության կողմից։ Հասկանալի է, որ այստեղ կա խաղ, կա պայմանավորվածություն, կա անլրջություն։ Բայց զուգահեռաբար բարձրաձայնում ենք Հայաստանում կան քաղաքանտարկյալներ։ Ասվում է նաև, օրինակ, հենց Սամվել Կարապետյանի դեպքը, չէ՞, ասվեց, որ այդ մարդուն կամ հոգևորականների դեպքերը մենք բարձրաձայնել ենք։ Բայց այդ նույն Սամվել Կարապետյանի, ասենք, արդեն քաղաքական թիմ է ձևավորել, էլի։ Այդ թիմի հայտարարություններում չեք լսի, որ սասնածռերին իրենք քաղաքբանտարկյալ համարեն, սասնածռերի մասին անհանգստանան, որովհետև սասնածռերը իրենց տերերի դեմ են ապստամբել։ Թե Նիկոլի, թե Սամվել Կարապետյանի, թե Լևոնի, թե Ռոբերտի, թե Սերժիկի։ Դրա համար քաղաքական դաշտում ազգային ժողովրդավարական բևեռը այսպես խիստ հսկողության, քողարկման, զսպման, էլ եմ ասում, անգամ չեն հայհոյում, որ մարդիկ չհետաքրքրվեն այդ քխնետ ինչն էլ մի հատ տեսնենք որտեղ այդ ինչ են արել, որ դες բոլորը զզվում են կամ անտարբեր են, որովհետև այդ հետաքրքրասիրությունը կարող է հակառակ էֆեկտ բերել եւ
ամեն ինչ փչանա, այդ ճահիճը սկսի ճաքեր տալ եւ այդ ջուրը գնա չորանա ճահիճը։ Ինչևից է անցնեմ բուն թեմային, ուրեմն Հայաստանում բոլորս գիտենք, որ երբեք ընտրությունների ժամանակ իշխանությունը չի պարտվել, որևէ իշխանություն։ Ոչ Նիկոլ իշխանությունն է պարտվել, ոչ Սերժիկի, ոչ Լևոնի, ոչ Ռոբերտի։ Եվ Հայաստանը մեծ արտագաղթ է ապրել Լևոնի օրոք, Ռոբերտի օրոք, Սերժիկի օրոք, Նիկոլի օրոք առավել եւս։ Մի պահ հետ դարձ էր սկսվել եւ անմիջապես Արցախյան պատերազմից հետո այս մենաշնորներից հետո մարդը իրեն ասում է ես եմ կառավարությունը, դատավորները չեն կարող իմ ասածը չանեն, այն չի լինի, ամեն ինչը մի հոգի է որոշում։ Մարդիկ հիասթափվեցին, հարկերը բարձրացան, турքերը բարձրացան, ամեն ինչը թանկացավ, մթերք, սննդամթերք, տրանսպորտ եւ նորից ավելի մեծ թափով երկիրը լքում են, որովհետեւ գործազրկությունն էլ է մեծանում, դա բազմիցս ասել եմ, դա թշնամու ծրագիրն է, դատարկել Հայաստանը, որ ընդեղից բերված են մի քանի 100,000 ազերին արդեն այստեղ լուրջ քանակ կազմի։ Օրինակ ասում են ինչու չեք ցանկանում մասնակցել ընտրությունների։ Եթե Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող թղթի վրա կա, ասենք մոտ 2,200,000 հայ կամ 2,300,000, միգուցե հիմա արդեն ավելի շատ, եւ առհասարակ Հայաստանում բնակչությունը այս պահին չափվում է մոտավորապես 1,5-ից 1,8 միլիոն մարդ։ Այդպես են ասում։ Լավ, ասենք 2 միլիոն մարդ։ Բայց ընտրելու իրավունք ունեցողների թիվը մոտ 2,5 է։ Այսինքն հաշվարկվում է, որ Հայաստանի բնակչությունը 3,5 միլիոն է թղթի վրա։ Եվ դրա 2,2 կամ 3-ը 2,200,000-ը ընտրելու իրավունք ունեն։ Բայց եթե Հայաստանում մնացել է մոտ 2 միլիոն մարդ, հաստատ ընտրելու իրավունք ունեցողները չեն կարող 1 միլիոնը գերազանցել, որովհետև երեխաներն ավելի շատ են։ Հիմա ընդունենք 1 միլիոն ընտրող է մնացել, բայց եւս 2 միլիոն 1,200,000 մարդ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանից բացակայում է։ Գնացին այդ 1 միլիոն մարդը քվեարկեցին Նիկոլին դեմ, Սերժիկին դեմ, Ռոբերտին դեմ, չգիտեմ ես իմ ինչին դեմ։ Պայմանական եմ ասում, բոլորը չեն գնա քվեարկեն, որովհետև հանրության մեջ կան մարդիկ, որոնց չի հետաքրքրում երկրի ճակատագիրը, հետաքրքրում է իրենց անձնական գրպանը։ Իրենց թվում է, թե որ երկրի խնդիրները իրենց չի վերաբերվում։ Այդ խնդիրներով հատուկ մարդիկ կան զբաղվում են, թող նրանք զբաղվեն։ Իրենց գործն է հնարավորինս որտեղից ոնց ինչպես ու ինչ ուզում է լինի, իրենց եկամուտը տանեն։ Ու քվեարկեն երկրին դեմ թեկուզ։ Մեկի ասենք, ով որ երկրի մասին մտածում է, նա կուղի դա։ Մարդը այդպես է մտածում, ասում է, դե ինձանով չպետք է բանը փրկվի երկիրը, ես հələ այմար փող է տալիս վերցնեմ գնամ ընտրեմ ինչ կլինի։ Ասենք թող Խաչիկն էլ մտածի ոնց սրատագից դուրս գա։ Օրինակ, Խաչիկի գործը մտածելն է, իմ գործն էլ փող վերցնելն է։ Կան մարդիկ, որոնք կարող են նույնիսկ ծիծաղեն Խաչիկի վրա, ասեն, այս ինչի է դեպից ընկել, օրինակ։ Եվ լինում են այդպիսի մարդիկ։ Հիմա լավ, ասենք այդ 1 միլիոնը բոլորը գնացին եւ քվեարկեցին այդ բոլորին դեմ, աղքիններուն ներկաներին։ Բայց ընտրական հանձնաժողովը, ընտրատեղամասերը, ձևավորվող հանձնաժողովները բոլորը լինելու են խորհրդարանական թիմերի անդամներ։ Այսինքն նախկինում ներկայ է լինելու։ Նրանք ընտրություններ կարող են կեղծել։ Կարող են կեղծել։ Դուք 1 միլիոն գնացեք բուլետեն գցեք արկղի մեջ բոլորին դեմ են, ասենք օրինակ, կամ բոլոր գնացեք բևերին ընտրեք, թող իրենք 1 միլիոն 200,000 բուլետեն քսեն իրանց անունով։ Կամ թղթի վրա նկարեն, տեղն ունեն։ Դուք հետո գնալու եք դեր կանգնեք ձեր զայներին։ Գնալու եք ասեք, այսօր ցուցակում այսքան մարդ կա, մինչև ընտրությունները դա պետք է արվի։ Գնաք տեսնեք, ասենք պապս ողորմի, ասենք մահացել է, բայց գնում տեսնում անունը ցանկի մեջ դրված է։ Ով պետք է պապի ստեղը քվեարկի։ Ինձ չեն թույլ տա, չէ՞, ասեմ հələ բերեք, ես 2 բուլետեն եմ գցում։ Դե որ պապիս անունը գրել եք, ես պետք է պապի ստեղն էլ քվեարկեմ։ Չէ՞։ Թույլ չեն տալու։ Այդ իմ պապը դառնում է իրենցը։ Որովհետև հանձնաժողովն իրենցն է, դատարանը իրենցն է, դատախազը իրենցն է,
վարչապետը իրենցն է, ազգային ժողովն իրենցն է։ Իմ հարազատ պապին իրենք կտանեն։ Քվեարկեն պապից տեղը, կամ շո մեկն էլ ողջ եւ առողջ է, բայց Հայաստանից դուրս է։ Հասկանում եք։ Այն կեղծ անձնագրերը միշտ աշխատել են։ Այսօր էլ կաշխատեն։ Այսինքն, եթե կամք չլինի ընտրություններից հետո, ասենք այդ ստուգումներից հետո տեսնենք, որ իրապես ցանկում կասկածելի մարդիկ կան, մարդու տան վրա, ասում են 10 հոգի գնացել եմ ես քվեարկելու, մարդու կնիկենք, ուզում ենք քվեարկենք, մենք դրանք այդ նույն հասցեին, որտեղ իմ բնակարանն է, ասենք եւս 10 մարդ է գրանցված։ Ովքեր են այդ մարդիկ։ Ասենք Ղափան քաղաքում կարող է, ասենք, բան լինի, Մասիս քաղաքի բնակիչներ այնտեղ այդ պահին գրանցված են, գնան քվեարկեն, անունը գրված է, ազնագիր տվյալներ կա, գնա քվեարկի գնա։ Հետո այդ ազնագիրը փոխի, ուրիշ իր նկարվել ազնագիր վերցնել, գնա Գյումրիում քվեարկի, օրինակ։ Այն ինչ որ պետք է կազմակերպեն։ Եվ եկավ դզվեց այդ 1 միլիոն մի քանի 100,000-ը, ինչ ես փոխելու երկրում։ Ապստամբելու ես դրանից հետո։ Ոնց ես պետք է բացել 10 արկղերը, դիմում գրես, այդ էլ ժամկետ են դնում, քաշքշում, մաշքշում են 5-6 ամիս, ասում են այդ 6 ամսա մեջ երկիրն ինչ ուզել կարողան անեն դրանք։ Այդ ընթացքում իրենք պետք է կառավարեն պետությունը։ Հասկանում եք։ Հիմա այս որ այդ կարող են անել, դրա մասով, հետո կարող են մարդուն հիասթափեցնել, բայց մտածում ենք այսպես, լավ, իրենք դա անելու են, ինչ է, հանձնվեն, ձեռքներս բարձրացնենք, ասենք, թե մեկը կեղծել են, թող գնան կեղծեն տանեն, երկին ինչ ուզում են անեն։ Չէ, եթե դու, ասենք, հիասթափվում ես, ասում ես, ես անզոր եմ, իրենք մեկը կեղծելու են, իրենց ձայները շատ են լինելու, իրենց հնարավորությունները, իրենց փողը, իրենց վարչական ռեսուրսը, չգիտեմ, ես իմ այս շատ է, կա մի ուրիշ տարբերակ, չպայքարելը սխալ է։ Կարելի է, քանի որ այդ ընտրությունները օրինական չեն լինելու, այսինքն ընտրակարգը օրինական է լինելու, բայց ընտրությունները գնալու են խախտումներով, ասել է թե տեղի ունենալու հանցագործություն։ Կարելի է հանցագործությունը խանգարել, խաթարել տարբեր մեթոդներով, որ ընտրությունները տեղի չունենան։ Օրինակ։ Այսինքն պարապ նստել իմ կարծիքով չարժե։ Ես շատ բան եմ տեսել։ Իմ կյանքում ընտրական հանձնաժողովի անդամ եղել եմ, վստահված անձ եղել եմ, թեկնածու պատգամավորի եղել եմ, հասկանում եք։ Ես տեսել եմ ինչ է տեղի ունենում։ Ես անձամբ տեսել եմ։ 2003 թվին ես հանձնաժողովի անդամ էի, Ռոբերտ Քոչյանը երկրորդ անգամ նախագահ էր դառնում։ Ես լուրջ պայքար եմ տարել, որ լցունում չլինի։ Եվ Ռոբերտ Քոչյանը պարտվեց։ Այդ տեղամասում։ Հասկանում եք։ Բայց քանի մարդ կա, որ այդպես կանգնի եւ չգիտեմ, ես իմ 20,000 տեղամաս է, թե քանի հազար տեղամաս է, կամ 10,000 տեղամաս է ընտրական։ Մենակ այդքան տեղամասուրում վստահված մեկ անձ ունենալու, այդքան արդեն լուրջ քանակ է, հասկանում եք, չէ՞, դե մենք հանձնաժողովում չենք կարող լինել, որովհետև խորհրդարանական ուժ չենք։ Բայց մի հոգի պետք է, չէ՞, որ ասենք Բևերի, ասենք ընտրակ բացել են, դա գրած է Բևեր։ Հավաքում է ինչ-որ մեկը, Բևերը հավաքեց, մեկ էլ վերջում հաշվելուց, ասենք 100 ձենից, ասում են 4 հատ Բևեր են, 96-ն արդեն տարել դրել են, ասենք Նիկոլի ՔՊ-ի մեջ են խառնել, այնտեղ են հաշվում։ Հա, Բևերը կկարդա կդնի ում ձեռի տակ է, ասենք Խաչիկը հավաքեց։ Խաչիկն էլ դե հանձնաժողովի մեջ ոչ մի բևերական չկա։ Վստահված անձ այնտեղ նստած պետք է նայի։ Այսինքն ամեն կերպ հնարավոր է եւ սրանք ամեն կերպ պատրաստ են, որովհետեւ թուրքերն էլ են լուրջ աջակցություն արդեն սկսել են քաղաքական, չգիտեմ, նաեւ ֆինանսական շուտով կլինի օգնելու են։ Ադրբեջանին էլ Թուրքիային էլ ձեռք է տալ։ Թեկուզ այս նույն խորհրդանը վերարտադրվի, իրենց ձեռնտու է։ Սերժիկն ու Քոչարյանը Ռոբերտը ոչ մի կերպ չխանգարեցին Նիկոլին, իր ինչ այս 5 տարվա մեջ ինչ շանտողություն արել է, իրեն հաջողվել է անել։ Այսինքն ոչ Ռոբերտի թիմը, ոչ Սերժիկի թիմը չեն կարողացել որևէ բան կասեցնել։ Չեն կարողացել։ Ես կասեի չեն ցանկացել, ավելի ճիշտ այդպիսի հրահանգ չեն ունեցել։
իրենք ցանկություն ունենալու իրավունք էլ չունեն։ Ոչ Նիկոլը, ոչ Դաշնակցությունը, ոչ Հանրապետականը, հասկանում եք, չգիտեմ, դեռ էլի կուսակցություններ կան։ Դել Բարգավաճը հիմա չի մասնակցում, մյուսը չի մասնակցում։ Սա է խնդիրը։ Մենք պետք է գործողություն անենք։ Եթե չենք մասնակցում ընտրությունների, ապա պետք է մի այնպիսի բան անենք, որ այդ հանցավոր գործընթացը տեղի չունենա։ Ու դա պետք է անդադ, չգիտեմ, ինչ մեթոդներով մինչև ընտրության օրը պետք է արվի։ Բայց չի բացառվում, որ ասենք, երբ որ դու ասում ես հայտարարես, շատ հնարավոր է, սա տակտիկալ է, ասենք, չենք մասնակցելու։ Օրինակ, այսօր ասում ենք պաշտոնապես հայտարարում ենք, մենք ընտրություններին չենք մասնակցելու։ Այդ ճահճում արդեն դիրքավորումը, այդ եթե պետք է բոլորը բևեռի դեմ դուրս գան, դիրքավորվեն բևեռի դեմ, դրանք իրար դեմ դուրս չեն գալու։ Ռուսական եւ թուրքական ուժերը իրար դեմ դուրս չեն գալու։ Նրանց քանակը, նրանց տոկոսները Կրեմլում որոշվելու է։ Կասեն, ո՞նց Սարուկյանին դուրս գցեցին, Սերժիկ Սարգսյանին բերեցին, տեղավորեցին։ Թվեր խաղացրեցին Սարուկյանին, ասին դու գնա, որովհետև Սերժիկին էին վստահում, այդ բանը Սարուկյանին չէին վստահում։ Իրենց պետք է Ռոբերտն ու Սերժիկը լինեն այնտեղ, որ խեղտեն, պահեն, ասեն հանգարց որևէ մեկը մանդատ չտնի։ Երևի Սարուկյան Գագիկը այդքան վստահելի չէ, դե նա մի քիչ նոր կուսակցություն է։ Հասկանում եք։ Մեկ է, ասենք դրանց հակամարտությունը Կրեմլում է որոշելու, թե որքան տոկոս նկարեն։ Եթե բևեր չկա, իսկ եթե բևեր կա, բոլորը բևերի դեմ են դուրս գալու։ Հիմա կարող է ասենք, քաղաքականապես ասենք, մանևրելու համար ասենք, օրինակ հայտարարվի, որ չենք մասնակցում, թղթերը պատրաստվի, բայց այն նախավերջի օրը, որ արդեն թղթերը ներկայացնում, պատրաստված տանեն ներկայացնեն, ասեն, այս մեր ցանկը մենք էլ ենք մասնակցում։ Եվ այդ ժամանակ իրենք կարող է վերադասավորվելու, ասենք, խնդիր ունենան, ժամանակ չունենան։ Հասկանում եք։ Իրենք արդեն եթե բևեռ չկա, իրար մեջ որոշեն, բաժանեն 20% նրան, 10% նրան, 60% նրան, չէ, հետո կռիվ անեն, ասեն, չէ, իմ 20-ը քիչ է, ինձ 23 տվեք, այն մեկն ասի իմ 10-ը քիչ է, ինձ 15 տվեք, օրինակ։ Ու հանգարց բևեռը մասնակցում է, այնտեղ արդեն կարող է շատ բան պայմանավորություններ խախտվի, բայց ոչ մի բան չանել, որ այդ հանցավոր ընտրությունները չկայանան, սխալ կլինի, իմ կարծիքով։ Եվ չի բացառվում, որ մեկ ամիս հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ լինի, որ թե նախկին, թե ներկա առանց զարմանալու փախած լինեն Հայաստանից, որովհետև հասկանան անիմաստ է, ասենք չկա Պուտին, չկա Ռուսաստան, երկուսի հովանավորն էլ ռուսն է, թե Նիկոլի, թե Տաշիր Սամոյի, չէ, ասում են, մենք որ եկանք իշխանության, մենք նոր ձևով ենք ՀԱՊԿ-ի հետ, ԵԱՏՄ-ի հետ, նոր ձևերով ենք սկսելու համագործակցել։ Այսինքն մարդիկ արդեն իսկ ասացին, որ իրենք նույն Ռոբերտ Քոչարյանն են, իրենք նույն Նիկոլ Փաշինյանն են, իրենք նույն բանն են, Սերժիկ Սարգսյանն են։ Եվ վերջ։ Թե ինչքան էլ կասեն մենք ազգային ուժ ենք, մենք Նիկոլին դեմ ենք, ով եք դուք, որ Նիկոլին դեմ լինեք։ Պուտինի ենթական չեք։ Այնտեղն էլ է Պուտինի ենթական։ Ոնց կարող ես դու Նիկոլին դեմ լինել։ Օրինակ 18 թվին, երբ որ Սասնածռերով մենք նախընտրական այդ քարոզարշավի մասնակցում էինք, այս Պուտինի հետ կապված թեմայի հետ եմ ասում, ուղղակի մի դրվագ պատմեմ։ Ես պատգամավոր թեկնածու էի Սասնածռերի կողմից եւ Սևանի համայնքներում քարոզարշավով էինք զբաղվում։ Մի համայնքում, գյուղում գնացինք, պայմանավորվել ենք այդ կուլտուրայի պալատում են, այդտեղ տարեցները հավաքվում են, մարդիկ հավաքվում են, երեկոյան զբաղվում են, հա, եւ պայմանավորել ենք, որ գնանք։ Գնացինք այդ մարդիկ այդ ամեն ինչը խաղալ, այդ խաղալու այդ միջոցները, նարդի կլիներ, չգիտեմ, խաղաթուղթ կլներ, հա, բիլիարդ կլներ, բոլորը դրեցին մի կողմ, եկան հավաքվեցին, կանգնած խոսում եմ, ներկայացնում եմ եւ այնտեղից մեկը, դե 18 թիվն է, աշնան-վերջ, նոյեմբերի 25-ից հետո էր սկսվել, բոլորի մոտ Նիկոլը ուժեղ տղա է, բան, եւ այնտեղ այդ գյուղի բնակիչները մեծամասամբ ինձ ասում են, դուք ինչի Նիկոլի հետ չեք։ Ասում եմ, այսինքն ոնց։ Հա, ասում եմ, մենք ուզում ենք, ինքն է ասում, մենք ուզում ենք, որ դուք
Այսինքն Սասնա-Ծռերն ու Նիկոլը իրար հետ լինեն։ Ինչ է դուք առանձին գնացել մասնակցելու։ Ու այդ պահին տեսնեմ, որ դուրը մեկը բացեց, տեսավ ես այնտեղ եմ, նորից ծածկեց։ Բացողը փոխմարզպետ, երիտասարդ 22, 23 կամ 25 տարեկան տղա էին նշանակել փոխմարզպետ Գեղարքունիքի։ Ինքն էլ էր պատգամավոր թեկնածու, ինքն էլ էր եկել Քարոզարշավի, երևի մի քիչ ուշ էր եկել, որ տեսավ ես արդեն խոսում եմ, չուզեց խանգարի, հենց որ դուրը բացեց ու փակեց, ասի՝ արի, ասի կողքս կանգնի։ Եկավ, այդ երեխան կողքս կանգնեց։ Ես այդ մարդկանց բացադրեցի։ Այն պահից, երբ Նիկոլը հայտարարեց, որ քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, դա դեռ 18 թիվն էր։ Իրենք Ռուսաստանին համարում են իրենց դաշնակից, այդ մարդիկ նստած։ Հիմա դրանց ում հարցնես, ով եթե ողջ է մնացել, Ռուսաստանին կհայհոյեն արդեն։ Բայց 18 թվին ես ասացի, որ ժողովուրդ, այն պահից, որ Նիկոլն ասեց քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, մենք իր հետ չենք կարող նույն ճանապարհը գնալ։ Որովհետև քաղաքական կուրսը, եթե դու չես փոխում, նշանակում է դու շարունակում ես Լևոնի, Ռոբերտի, Սերժիկի գործը։ Դու դառնում ես նրանցից մեկը։ Քաղաքական կուրսի չփոխելը դա է նշանակում։ Ինչի եւ եղավ։ Եվ Պուտինը այն ինչ հանրարարություններ տվել էր դրանց, վերջին այդ ամենավերջում տվեց Նիկոլին, ասեց Արցախը դուր Ալիևին, դենց է պետք։ Ես այդ մարդկանց բացադրեցի, իրանց գլուխը չմտավ։ Իրանք չեն հասկանում, ես որ ասում եմ ռուսը մեր թշնամին է, իրանց մոտ բան էր առաջ, ծիծաղ կամ չգիտեմ։ Այդ ժամանակ երբ որ այդ փոխմարզպետին ասի, արի, հարց եմ տալիս։ Ասի, պապի ջան, այդ հարցդ կրկնի։ Ասում դուք ինչի բան Սասնա-Ծռերի հետ ընդհանուր ցուցակով չեք։ Մենք ուզում ենք, որ եւ Նիկոլը լինի, չի ասում է բանը, իրենց այդ բանը կուսակցությունը ԿՊ-ը ինչ է։ Ասում է Նիկոլը, դրանց բանտեղ չեն դնում։ Իրենց պատկերացրած մարդը Նիկոլն էր, էլի, բայց Սասնա-Ծռերի հետ։ Նիկոլն ու Սասնա-Ծռերը։ Ասում եմ, կարող ես այս հարցին պատասխանել, երեխին եմ ասում, փոխմարզպետին էլի, երեխա էր, բայց 20 տարեկան տղա էր։ Ասեց, չեմ կարող պատասխանել։ Ասեց, ինչի։ Ասեց, այդ հարցը պետք է բանը տա, մեր այդ կուսակցության վարչության, ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանելու։ Ասում եմ, բա եկել ես այս մարդկանց, ինչ ասես։ Ինչի համար ես եկել։ Եկել ես մարդ հարց է քեզ տալու, բա որ չես պատասխանում, ինչի ես եկել։ Հիմա սիրելի հանրություն, հասկանում եք ինչոց է։ Այսինքն այն ժամանակ, երբ որ Նիկոլը 18 թվին ասեց քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, մենք արդեն իմացել ենք, որ Հայաստանը գնալու են ճամփով, ինչ ճամփով գնացել է Սերժիկի օրոք, Ռոբերտի օրոք, Լևոնի օրոք, ու դենց էլ եղավ։ Հիմա Տաշիր Սամոնելը եկել է դու ճամփով է գնում։ Այսինքն սրանք որից է մեկը մեկուսին հակառակորդ չեն։ Դրանց բոլորի հակառակորդը Բևերն է։ Ու երբ որ Բևերը հայտարարում է հələ չենք որոշել, իրանց մոտ sense բան ցնցումների մեջ են դասավորումներ։ Այ որ կոնկրետ Բևերը կասի չենք մասնակցելու, իրենք կհանգստանան եւ կսկսեն արդեն իրար մեջ տոկոսները որոշել թե ինչքան է։ Ասենք մասնակցելու ենք, իրանք իրար մեջ պետք է որոշեն թե ով որտեղից պետք է հարձակվի Բևերի վրա, ոնց պետք է խեղճացնի, ոնց պետք է խեղդի, արդեն գործողությունը կփոխվի։ Սա է քաղաքական մեր այս ընտրությունների իրողությունը։ Էս է։ Եվ մի քննադատեք Բևերին, համբերեք, եթե Բևերը չի բարձրաձայնում, ես խորհրդի անդամ չգիտեմ, վճիռը պետք է կայացվի այնտեղ։ Չնայած մեզ բոլորիս հարց ուղղվել է։ Ինչ եք կարծում, մասնակցենք թե չէ։ Մենք յուրաքանչյուրս մեր պատասխան արդեն տվել ենք։ Այնտեղ կհավաքվի, ընդհանուր իմի կբերվի, մենք կուսակցություն ենք, այնտեղ բանը չի էլի, սա Նիկոլի ԿՊ-ն չի, որ մենակ Նիկոլը որոշի ինչ է անելու, ոնց է անելու։ Ինձ առանձին հարցրել են, կոնկրետ ինձ հարցրել են, մյուսին հարցրել են, բոլորին հարց են ուղղել։ Ինչ կարծիք եք, ընտրությունների մասնակցենք թե չէ։ Մեր կուսակցությունը այդպեսին է։ Այսինքն մեր կուսակցությունն չի շարժում է։ Ես հիմա չեմ բարձրաձայնելու, թե ինչ տեսակետ եմ հայտնել, բայց դա թող մնա որպես մարտավարություն։ Եվ Բևերն էլ որ ուշացնում է, թե ինչու չի մասնակցում կամ ինչու պետք է մասնակցի, դեռ հայտարարություն չի արել։ Այդ դրանով մենք
տանջում ենք մեր թշնամիներին։ Այնպես որ համբերեք, տեսնենք իրադարձություններից առաջ չընկնենք։ Բայց ես համոզված եմ, որ եթե անգամ չմասնակցենք, ինչ որ մի ուրիշ բան ավելի օգտակար պետության համար պետք է արվի ու կարվի։ Մնանք խաղաղությամբ։